Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում այսօր տեղի ունեցել միջոցառում նվիրված հաբի կազմավորման 25-ամյակին։ Մասնակիցները նշել են, որ 1989 թվականին կազմավորված կառույցը Ռազմիկ Վասիլյանի հրամանատարությամբ մեծ դեր ունեցավ երկրի պաշտպանության գործում։ Մանրամասները տեսանյութում։ Հաբը հայոց ազգային բանակ ռազմական կառույցը հիմնադրվել է 1989 թվականի ապրիլի 24-ին, երբ մի քանի հայորդիներ, այդ թվում հաբի հիմնադիր և նախագահ Ռազմիկ Վասիլյանը հասկացան, որ Արցախի հարցը չի լուծվի խաղաղ ճանապարհով, հայրենիքը ազատագրել է պետք։ Ռազմիկ Վասիլյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա իր սեփական բանակը, և մարդիկ սկսեցին զինվորագրվել, դրվեց բանակի կազմավորման հիմքը։ Ստեղծվեցին բազմաթիվ ջոկատներ, որոնք պաշտպանում էին Հայաստանի սահմանը, նաև Արցախի ազատագրած տարածքները։ Առաջի տղեկը, առաջի նվիրալները, այդ հաբն էր եղել, Սասունի Դավիթն էր եղել, տասնյակ ջոկատ կան, էլի, Տիգրան Մեսը, ես նայում եի այդ տղեկին, էլի, ճուստը վասկիշենի, հասկանում ես, ոնց որ դու պարզենում ես, իչա զինվոր կա, ոնց իրանք կարան, այդ կյանքը, տայն որ իչա թուրքերը չմտնեն Հայաստան։ 1990 թվականին հաբը լուծարվեց, ավելի ճիշտ ինքնալուծարվեց։ Հաբի գլխավոր հրամանատարը գիտակցում էր, որ եթե թուրք տան իշխանության սադրանքներին, քաղաքացիական պատերազմ կսկսվի, իսկ մենք արդեն պատերազմում էինք արտաքին թշնամու դեմ։ Դրանից հետո էլ Ռազմիկ Վասիլյանը ու մյուս հաբականները շարունակեցին մարտնչել հանուն հայրենիքի մինչև 1994-ի զինադադարը, նպաստել պետության կայացմանը, իսկ այժմ գործում է հաբ հասարակական կազմակերպությունը։ 2005 թվականից սկսած հաբի բոլոր գործընթացը պայմանավորված է ստեղծել ամուր կայուն հայոց ազգային բանակում հասարակական կիսառազմական կառույց, որը յուրաքանչյուր պահին, երբ մեր երկնակամարում կմարախլապատեն ամպերը, իբարս հայ ազգի, իբարս մեր ժողովրդի եւ նահատակված մեր ընկերների պատվի համար մենք մեր սուրը հաստատ ոսոխի ճակատին իջացնող ենք։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում նշվեց հաբի կազմավորման 25-ամյակը։ Հաբի հրամանատարները նշեցին, թե ինչպիսի դաժան պայմաններում են կազմավորել կառույցը, ինչ դժվարությունների ու կորուստների գնով են ձեռքբերումներ ունեցել։ Միջոցառմանը ներկա էր նաև հրամանատար Ռազմիկ Վասիլյանի ընտանիքը։ Ես շատ հպարտ եմ։ Մի կողմից տանջվում եմ, որ որդիս չկա, մինուճարս չկա, կողքս չի, բայց հպարտ եմ, որ ազգի համար դուրս եկա։ Դեռ 27 տարեկան էր, որ տղաս հաբը կազմավորեց։ Ծնողներս Բիտլիսից Վանից են, ասում էր, ես քեզ տանելու եմ ծովիծով, Հայաստանը վերցնելու ենք։ Հաբը խորհրդանշում է Արցախի ազատամարտը, հայ զինվորի հայրենասիրությունը, որը ցանկացած պահի պատրաստ է կռվել հանուն հայրենիքի ու հաղթել։ Նայրա Պողոսյան, Աշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։